Ողջույն, եթերում կրկին Նժարի ուժը ոդկասթն է եւ ինչպես խոստացել ենք, շարունակելու ենք զրույցը անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ անվտանգության համակարգերի եւ դրանց դետալիզացման մասին, այն պրոյեկտը, որը առաջարկում է, որը մշակված կա, հայկական պրոյեկտը մեր կարիքներից, մեր ստեղծված իրավիճակից այն անհրաժեշտ բաղադրիչները, որի կարիքը մենք ունենք։ Շարունակենք մեր զրույցը, պարոն Արզումանյան, խնդրեմ, ինչի մասին ենք այսօր խոսելու։ Մյուս անգամ մենք խոսել ենք նրա մասին, որ փաստորեն համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը այն ընտրանք չունի Հայաստանի համար, որտեղ աշխարհում համակարգային թեորիայում եւ անվտանգության թեորիայում ուրիշ մոտեցում ոչ փոքր երկրները, ոչ մեծ երկրները կարող են դիմադրել ռազմական դիմադրություն ցույց տալ ուժային կենտրոնների, փաստորեն չկան, բայց մենք դրա մասին խոսել ենք մյուս անգամ, որ մենք փաստորեն ոչ թե լոկալ փոքր պատերազմի մեջ ենք, բայց պատերազմի ուժային կենտրոնների դեմ մենք պետք է ունենանք համակարգ, Հայաստանը պիտի պատրաստի, հայ ազգը պիտի պատրաստի դիմադրել Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի։ Եվ դա լրիվ ուրիշ մոտեցում է, եւ այդ մոտեցումը պարտադրում է, որ լինի համապարփակ պաշտպանության անվտանգության մոտեցում եւ պետք է կառուցի համակարգը։ Երբ խոսում ես համակարգի մասին, իհարկե դու առաջինը պետք է հասկանաս եւ ընդունես, որ համապարփակ պաշտպանության ֆիլոսոֆիան հիմնված է նրա վրա, որ նման համակարգ դու չես կարող վերցնես ուրիշներից եւ ներդրես քո մոտ։ Համապարփակ անվտանգության համակարգը պարտադրում է եւ պահանջում է, որ դու կառուցես քոնը։ Չես կարող վերցնես Միացյալ Ֆինլանդիայից կամ Շվեյցարիայից կամ Իսրայելից եւ քո մոտ կոպի պաստով այդպես հացած կողքիդ կառուցես, դա դու պետք է սկսես կառուցել քոնդ։ Եվ կառուցելով քոն, եւ այստեղ ինքան հետաքրքիր է, որ ասեք ՆԱՏՕ-ի փաստաթղթերում, հայեցակարգային փաստաթղթերում, երբ խոսում են համապարփակ պաշտպանության մասին, իրանք համապարփակ հասկացողությունը չեն ձևավորում, իրանք չեն տալիս ձևավորում։ Ամեն ազգ պիտի Իրանը կառուցի, ինքը սահմանի, ինչ ինքը հասկանում համապարփակի տակ եւ ոնց պիտի կառուցված լինի Հայաստանի Իրան երկրի համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել, որ կան երկրներ, որոնք հենց այս նույն համակարգը ձևավորել են, բայց յուրաքանչյուրը հաշվի առել իր երկրի բոլոր առանձնահատկությունները։ Սա կարևոր է, որովհետև այլ մոդել ստեղ ուղղակի մեղմ ասած չի աշխատել։ Ոչ թե չի աշխատում, ինքը պարտադրում է, որ դուք պիտի գնաս ուսումնասիրես մնացած երկրների փորձը, մոտեցումները, բայց դու պիտի սկզբանե հասկանաս, որ այնտեղից այդ փորձը բերես այստեղ եւ ուղղակի մեխանիկորեն ճակետներում դնես Հայաստանում չի աշխատում։ Դու քոնը պիտի կատարես, որտեղ համապարփակ պաշտպանության մոտեցումը խորքային հիմնվում է, մենք դրա մասին խոսել ենք ոչ թե միայն պետության հնարավորությունների ներուժի վրա, բայց ողջ ազգի ներուժի վրա, բայց ողջ ազգը ներգրավում է ազգը հասարակության հնարավորությունները եւ ամեն ազգ, ամեն հասարակություն ունի յուրահատուկ մոտեցումները, կազմակերպումը եւ դու չես կարող այդ հասկացողությունները քո հասարակության համար վերցնես ուրիշ երկրներից, դու պետք է քոնը կառուցես։ Հատկապես եթե այն խոսենք այն ինչ որ կա ու գործում է, օրինակ դժվար է ֆիների առանձնահատկությունները, սկսած բնավորությունից, մտածելակերպից, իրենց աշխարհայացքից բերել համատել հայերի հետ, մենք երևի մաքսիմում իրարից հեռու ենք։ Բայց հիմնական մոտեցումը, որը մնացած երկրներում կա, որը պետք է համար դու պիտի ադապտացնես, օգտագործես, հիմնական մոտեցումները բավականին հասկանալի է։ Համապարփակ մոտեցումը ձևավորում է եւ սահմանում է, որ կա պետություն, պետական հաստատություններ, որ ունեն իրենց տեղը ու դերը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի մեջ, կա նաեւ հասարակությունը իր ներուժով եւ հնարավորություններով իր հաստատությունները, որ դու պիտի ձևավորես քո հասարակությունը ոնց է մտնում, ոնց է ձևավորում իր ներկայությունը համապարփակ պաշտպանության անվտանգության մեջ եւ կա քաղաքական համակարգը, իշխանությունը, որը նույն ձևի պիտի ձևավորես ոնց է իշխանությունը ղեկավարում, կառավարում եւ ձևավորում համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի մեջ։ Այդ երեք հատ մեծ բևեռներն է, որի շուրջ դու կառուցում ես համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը։ Բացի դրանից համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը իհարկե շերտավորված է եւ այստեղ սկսում են խնդիրներ
հայ ազգի հետ, որտեղ մնացած երկրների համար սովորական իրանց ազգի մեծամասնությունը ի վերջո ապրում է իր պետության ներքո։ Հայաստանում հայ ազգի մեծամասնությունը մոտավորապես 80%-ը Հայաստանից դուրս է։ Եվ դա նշանակում է, որ դու պիտի ունենաս մի քանի մակարդակ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգում, բացի մնացած սովորական այդ ճակետներում սովորական ազգերից եւ պետություններից կա մի հատ հարթակ, որը շատերը չունեն ուղղակի չկան։ Դա ազգային մակարդակն է։ Դու համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը քո հայկական ունես ազգային մակարդակ, որտեղ դու փորձում ես հասկանալ ոնց ես ներգրավում քո համակարգի մեջ ոչ թե քո միայն քո հասարակությունը, հայկական հասարակությունը, որը ապրում է Հայաստանի Հանրապետության ներքո, բայց ողջ ազգը։ Եվ դա մի քիչ ուրիշ խնդիր է։ Երբ քո համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը կա ձևավորվում է որպես ազգային համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգ, բացի դրանից ձևավորվում է որպես պետական անվտանգության պաշտպանության համակարգ, որը աշխատում է Հայաստանի ներքո։ Բացի դրանից դու տարանջատում ես, ձևավորում ես մարզային ռեգիոնալ մակարդակ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի եւ անձնական անձը ոնց է անձը մտնում այդ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի մեջ, որտեղ մենք խոսել ենք դրա մասին, համապարփակը պարտադրում է, որ ամեն ազգ, ամեն քաղաքացի սկսած 12 տարեկանից վերջացրած 70 տարեկան պիտի իմանա որ այդտեղ է։ Դա նշանակում է ամեն մեկը պիտի ձևավորես իր դերը, իր գործողությունները, իր վարքը, ինչ ենք անում խաղաղ ժամանակներում, ճգնաժամի ժամանակ, պատերազմի ժամանակ։ Ոստի ստացվում է որ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը շերտավորված է։ Եվ այդ ամեն շերտի համար դու պիտի ձևավորես ինչ անում անձնավորությունը, որպես կորիզայի հիմնական տար համապարփակ պաշտպանության անվտանգության հպահի, հետո պիտի ձևավորես ոնց է աշխատում քաղաքը, ոնց է աշխատում մարզը, ռեգիոնը, համայնքը համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի մեջ, ոնց է հպահի ներքո ձևավորում համայնքը, ոնց է լինում համարաբերությունները պետական մարմինների, հասարակության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների մարզային մակարդակի վրա, ոնց է դա աշխատում, ոնց է ոչ թե ճակետն մարզը գործում ճգնաժամի նախապատերազմական եւ պատերազմական ժամանակները, ինչ աշխատանքներ է անում, ինչ գործողություններ է անում, ինչ է կոորդինացնում, ինչ է տալիս է վերևի մակարդակի պետական կամ ազգային մակարդակի վրա, ինչ է վերցնում է իրան վրա, պիտի տարանջատես, որ մակարդակի խնդիրները մնում են մարզային մակարդակի վրա, ինչ կդրնում է վերև եւ այլ եւ այլ։ Երկու հարց առանձնացնենք։ Նախ խոսքը միայն պատերազմների մասին չի, խոսքը նաեւ տարերային աղետների ժամանակ երկրաշարժներ, այդ բոլոր իմաստներով էս սրա մասին, Իհարկե։ Որովհետև մենք ունեցել ենք դրա փորձը, մենք գոնե մեր կյանքի օրոք Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ եւ երկրորդ հարցն տամ պարոն Արզումանյան, փաստորեն մենք որպես հասարակություն իրականության մեջ մենք մեր աչքով տեսել ենք եւ նաեւ մասնակցություն ենք ունեցել, տեսել ենք թե ինչպես է մեր ազգը ճգնաժամի իրավիճակում սկսել մոբիլիզացնել, ինքնամոբիլիզացվել, բայց սրա ինքնակազմակերպվել, որովհետև եւ բիզնեսի ներդրումը տարբեր ձևերով, հա, մարդիկ աջակցություն, օգնություն էին բերում յուրաքանչյուր իր հնարավորությունների սահմաններում կամ իր այսպես պրոդուկտների, հա, արտադրության սահմաններում, մարդիկ գնում էին որպես կամավորներ, աշխատում էին, չգիտեմ, որպես փրկարարներ, բաների ժամանակ, աղետների ժամանակ եւ կամավոր գնում էին պատերազմի, այսինքն եւ դրսից էին գալի։ Մեր սա մեզ հաճախ ասում են սա յուրահատուկ ժողովուրդ են, որովհետեւ բոլորը մնացածը պատերազմի ժամանակ փախնում են, մերոնք հետ են գալիս հայրենիք եւ դա ամբողջ աշխարհից տեղի ունեցավ։ Հիմա խոսքը նրա մասին է, որ մենք այս նախ երկու խնդիր է, հա, դա տպավորություն չունի, որ դա միայն պատերազմին է վերաբերվում, դա ճգնաժամերին է վերաբերվում, եւ երկրորդը, որ մենք ունենք այդ պատկերացումը, այսինքն մեր ժողովուրդը պատկերացում ունի, բայց դա պիտի լինի լուրջ կազմակերպված եւ կանոնակարգված, որպեսզի յուրաքանչյուրը հստակ պատկերացում ունի, որովհետեւ կանոնակարգումից է նաեւ կախված արդյունավետությունը։
Իհարկե, առաջինը համապարփակ մոտեցումը համապարփակ ոչ թե շերտավոր հասարակության մեջ, բայց համապարփակ է նաև այն առումով, որ դու ծրագրավորում ես եւ պատրաստվում ես ողջ ընթացքի մասին եւ խաղաղության ժամանակները եւ ճգնաժամի ժամանակ եւ նախապատերազմական եւ պատերազմական ժամանակ դու այդ տարածքը ամբողջականության մեջ ես մտնում եւ դու հաշվարկում ես եւ ծրագրավորում ես ոնց ես աշխատելու եւ ինչ ես անում խաղաղ ժամանակներում, ինչ ես անում ճգնաժամի ժամանակ, ինչ ես անում պատերազմի ժամանակ եւ այդ ծրագրավորումը եւ դու գիտես ինչ ես անելու, ոնց ես անելու, դու ուղղակի հասկանալով որ եկել է ճգնաժամ, դու արդեն պատրաստված ես։ Դու ունես փաթեթ, ճակետներով անում ես այդ փաթեթը եւ գիտես ինչ ես անելու այդ օրը։ Դու որպես անձնավորություն ինչ ես անում ճգնաժամի ժամանակ, որտեղ ես գնում, ինչ ես անում, ինչ ֆունկցիաներ ես վերցնում, կարող ապաստարան ես գնում, որտեղ ոչ բան չես կանում, խելոք, առանց ոչ մի հասկերով գնում ես, ասենք դեպի ապաստարան։ Իսկ վերջի զուգահեռ անցկացնեմ Իսրայելի պատերազմի ժամանակ, Իրանի-Իսրայելի ժամանակ, Իսրայելը շատ քիչ կորուստներ ա տալի քաղաքացիական հասարակության մեջ, որովհետև ամեն քաղաքացի գիտի ինչի ինքը անում է, երբ սկսում է պատերազմը։ Չի հասնում, չի սպասում, չի մտնում խոճապի մեջ, չի մտնում էմոցիաների մեջ, ժամանակ չկա։ Դու շարժում ես։ Դրա համար համապարփակը պարտադրում է նման մոտեցում։ Եվ դու չես գտնում միայն պատերազմը եւ աշխատում ես միայն պատերազմի ժամանակ, բայց ողջ ընթացքում պիտի աշխատես։ Անկամ ես լսել եմ նայում էր ծրագրերը Իսրայելի հետ կապված ու շատ հետաքրքիր մոտեցում կա յուրաքանչյուր բնակարան կամ շենք ունեն իրենց ապաստարանները եւ հստակ գիտեն որ ահազանգի ժամանակ օրինակ պետք է անպայման եթե ոչինչ չունես անելու եթե այլ դիրքորոշում այլ պոզիցիա չունես պահելու ուրեմն դու գնում ես ապաստարան ու բոլորը խելոք գնում են ենթարկվում են այս այնա երևի թե ինչը պետք է այ դպրոցից սկսած աշխատանք տարվի երևի մանկապարտեզից սկսած երևի բայց այստեղ մեծ խնդրեմ ասում դու արդեն ասել ես որ մենք որպես ազգ մնակություն ունենք եւ կրեատիվ ենք միանգամից ինքնակազմակերպվել ենք պատերազմի ժամանակ բայց որ դու պիտի ոչ թե ինքնակազմակերպվես պատերազմի ժամանակ պիտի պատրաստված լինես մինչեւ պատերազմը ճգնաժամը խաղաղ ժամանակներում որ չմտնես չփորձես ինքնակազմակերպվես գտնես լուծումներ այդ լուծումները պիտի գտած լինեն այդ լուծումները պիտի արդեն ձևավորված լինեն համակարգված լինեն ծրագրավորված լինեն եւ համաձայնացված որ կարողանաս պատերազմի ժամանակ չկորցնես ժամանակը եւ աշխատես այնպես որ պետք է աշխատես որտեղ պատերազմի ժամանակ պայմանները շատ թանկ են եւ խոճապը ահրելի եւ հետևանքներ կարող է ունենալ։ Ու դա մենք տեսել ենք իրականությամբ։ Բայց եթե շարունակեք համապարփակը ձևավորել եք մյուս մոտեցումը, մյուս շարունակությունը, որ իրոք համապարփակ մոտեցումը պարտադրում է ոչ թե միայն մտածել եւ ձևավորել ռազմական գործողությունները, ռազմական ոլորտը, բայց համապարփակը պարտադրում է, որ ձևավորված լինի ողջ հասարակության, ողջ ազգի, ողջ բոլոր մնացած պոտենցիալները, հա, բոլոր ոլորտները։ Փաստորեն համապարփակը ներգրավում իր մեջ հասարակության, պետության, ազգի ողջ բոլոր ոլորտները, ամեն ոլորտ ունի իր խնդիրները, ունի իր մոտեցումները եւ ամեն ոլորտը մտածում է իր ոլորտի անվտանգության մասին։ Ձևավորում է այդ ամեն ինչը։ Եվ ելնելով դրանից սովորաբար խոսում է մի քանի ոլորտներ, որը ձևավորված են աշխարհում, ասենք, կա ռազմական անվտանգությունը եւ ռազմական ոլորտում Բացի դրանից ձևավորում են ներքին անվտանգությունը, որը ձևավորում է ներքին կյանքի անվտանգությունը, ՆԳՆ-ն, կյանքի հասարակության կյանքը, աշխատանքը եւ այլն, փրկարարական, քաղաքացիական պաշտպանությունը եւ բոլոր մոտեցումները, որը բացի բանակից մնացած ներքին հասարակության կյանքը ոնց է ձևավորվում։ Եվ այդպես դու ձևավորում ես ներքին անվտանգությունը։ Բացի դրանից ձևավորում է տնտեսության եւ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Համապարփակի ներսում եւ ոչ թե միայն համապարփակի, հիմա ձևավորված է, հասկացված է, ընդունված է, որ կան քրիտիկական ենթակառուցվածքներ, որի կայունությունը, աշխատանքը խիստ կարեւոր է եւ խաղաղ ժամանակ եւ պատերազմի ժամանակ։ Քրիտիկական
ենթակառուցվածքներ են, օրինակ ասեք էներգետիկան, ջրի սպասարկումը, ուտելիքը, բացի ենթակառուցվածքից նաև քրիտիկական սպասարկումներ, բժշկական սպասարկումը, ֆինանսական, բանկային համակարգի աշխատումը, կապը, տրանսպորտը, դու այդ ենթակառուցվածքները պիտի ապահովես, որ պատերազմի ճգնաժամի ժամանակ դու կարողանաս ունենալ կապ, ջուր, լույս, սննդամթերք, բժշկական ապահովում եւ այլ, բացի դրանից ասենք քո բժշկական համակարգը պիտի պատրաստ լինի մեծաթիվ կորուստների, վիրավորների, երբ պատերազմը սկսում է ոնց աշխատելու քո համակարգը, որովհետեւ հիմա Փարքաստո Հայաստանը սովետական միություն չի, մենք ունենք նաև պետական բժշկական հաստատությունների, բայց ունենք նաև մասնավոր, եւ դու պիտի համաձայնացված ես մասնավորները ոնց են մտնում, ոնց են կառուցում, ոնց է ստեղա բաշխում այդ ծանրությունը, որը գալիս է քեզ վրա պատերազմի ժամանակ, եւ այդ բոլոր ենթակառուցվածքները դու հաշվարկում ես, ունես ծրագրեր կոմունիկացիոն եւ այլ, ոնց են աշխատելու ճգնաժամի ժամանակ, ոնց են ապահովելու այդ ամեն ինչը, դա խիստ կարեւոր է։ Կարող է տպավորություն ստեղծվի, որ այս ամեն ինչը հնարավոր չի անել, շատ բարդ է, բայց հաստատեք էլի, պարոն Արզումանյան, որ կան երկրներ, որոնք տասնյակ երկրներ որարել են, տասնյակ երկրներ, որոնց համար այստեղ թե ուրիշ մոտեցում ավելի շոզնին է, դա ապրելակերպի ուրիշ ձև է։ Դու փոխում ես պատասխանատվության ապրելակերպի ուրիշ ձև է, դու ուրիշ մշակույթ ես մտցնում քո հասարակության, պետական հաստատությունների, բիզնեսի եւ բոլոր ոլորտներում, ուրիշ ձևի ես սկսում ապրել, ուրիշ ձևի ես սկսում վերաբերվել խաղաղության, ճգնաժամի, պատերազմի, ոչ թե սպասում ես, երբ գա հետո մտնում ես խոչապի մեջ, բայց պատրաստվում ես եւ պատրաստված լինել ավելի հանգիստ ես, ավելի կազմակերպված ես եւ ավելի արդյունավետ ես։ Դրա համար հասել եք մինչև տնտեսական ենթակառուցվածքների, բացի դրանից այսօրվա ժամանակները մի քիչ փոխվել են ճակետներում եւ նույն ձևի հոգեբանական եւ տեղեկատվական անվտանգությունը դարձել է խիստ կարեւոր եւ որպես առանձին սյուն, որպես առանձին մոտեցում տեղեկատվական եւ անվտանգությունը, սոցիալական եւ հոգեբանական անվտանգությունը դարձել է հիմնական սյուներից մեկը, որը այսօրվա անվտանգության ապահովման մեջ դարձել է եւ խաղում է ահռելի մեծ դեր, ոնց է պատրաստվում քո հասարակությունը, որ չմտնի խոչապի մեջ, ոնց է կանգնեցնում ռոպագանդան, թշնամական քո հասարակության դեմ, ոնց է հակադարձում այդ աշխատանքների, դա ոչ ավելի կարեւոր են դարձել այսօրվա մեր իրականության մեջ, փոխված անվտանգության միջավայրում եւ հասարակության կյանքի մեջ, որ դարձել է նույնապես կարեւոր, քան թե մնացած ավանդական ճակետներով պատերազմը։ Ուստի ստացվում է, որ համապարփակ պաշտպանության համակարգը եւ մոտեցումը ատարանջատում է, գտնում է ոլորտներ, սյուներ, որի մեջ ինքը պիտի ապահովի անվտանգությունը, ձևավորում է, նկարագրում է ինչ է նշանակություն անվտանգությունը այս ոլորտում, այն ոլորտում, ծրագրավորվում է այդ ամեն ինչը, ամեն ոլորտները եւ հետո լուծում է նույնը չեք հասել պետական հաստատությունների նույն ձևի սյուներ են եւ այլ բոլոր ոլորտների համար համաձայնացված ծրագիրներ եւ հետո այդ բոլոր սյուները, այդ բոլոր ոլորտները դու հասկանում ես ոնց պիտի սինխրոնիզացնես իրար հետ, որ դառնան ամբողջականություն։ Եվ ամբողջականություն դառնալով դու ստանում ես ուրիշ էֆեկտ։ Եթե պատրաստված տարրերը, քո պատրաստված ոլորտները հասկանում են ոնց են իրենք կատարում իրանց ֆունկցիաները, իրանց աշխատանքը ճգնաժամի պատերազմի ժամանակ, հետո գիտեն ոնց են փոխգործակցում մնացած ոլորտների հետ, ինչ փոփոխություններ, ինչ փոխհարաբերություններ են կառուցում, եւ այդ ամեն ինչը բոլոր շերտերի վրա իհարկե մարզային, պետական, ազգային։ Եվ այդ ման ծրագրավորումը, եթե դու կազմակերպում ես, իրականացում ես եւ հետո պահում ես, անընդհատ զարգացնում ես, մշակում ես, պահում ես, դու ստանում ես քո երկրի պատրաստության լրիվ ուրիշ մակարդակ։ Եվ դրանով համապարփակ պաշտպանության մոտեցումը եւ համակարգը դառնում է քո չեզոքության
թշնամու չեզոքության ռազմավարության կարևոր հիմք եւ մաս։ То есть համապարփակ պաշտպանության համակարգը ի սկզբանե ինքը ոչ թե հարձակողական է, ինքը պաշտպանողական է։ Ինքը կանգնեցնում է թշնամուն, ինքը սպառնում է թշնամուն, որ ինքը չանցնի պատերազմի եւ դրանով դա դառնում է քո ռազմավարության, քո չեզոքության ռազմավարության խիստ կարևոր բաղադրիչ եւ հիմք փաստորեն։ Եվ դա կարևոր է, պետք է դա հասկանալ եւ ընդունել։ Ես մի հարց տամ, այն հարցերից, որոնք տալիս են այս թեմաները շոշափելուց, համարեք, որ ես ընդհանրապես տեղյակ չեմ այս բանից։ Էքսպերտի կարծիք ստանալու համար։ Ինչքանով է իրատեսական համարում ամբողջ հայության ներգրավումը, ամբողջ ասելով այն հայության, որոնք որ նրան նման պատասխանություն են ուզում, բայց հույսը դնել այ նաև դրսի մեր հայության վրա, ինչքանով է իրատեսական համարում ու կազմակերպելու տեսակետից դժվարությունները ոնց պիտի հաղթահարենք։ Առաջինը մենք շատ դաշնակիցներ չունենք, ավելի շուտ դաշնակիցներ այսօր չունենք, Հայաստանը այսօր թույլ է, այսօր պարտված է պատերազմից հետո, եւ պիտի վերականգնվի եւ այսօր չունես դաշնակիցը մեր դու միայն դաշնակիցը, ոչ դաշնակիցն է, քո ազգի մասն է եւ դու ուղղակի ուրիշ ելք չունես, ուրիշ աղբյուր չունես, ով կարող է քեզ օգնի, դա քո սփյուռքն է, որը կարող է քեզ օգնի, դրա համար դու պիտի դա անես։ Դու իրավունք չունես սահմանափակվես միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, ավելի մեծ կարող մասին եթե դու փորձես սահմանափակվես միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, հաստատ կլիացի դու այդ խնդիրը, քո Հայաստանի պաշտպանության խնդիրը լուծել չես կարողանալ, քո ներուժը, քո հնարավորությունը թույլ չեն տալիս, դու շատ ես այսօր թողացել, եթե հասնենք այն ժամանակներին եւ Հայաստանում ապրի 15-20 միլիոն բնակիչ, այդ ժամանակ մենք կարող ենք մեզ ճոխություն ցույց տալ, ասեք առանց սփյուռքել կարող եք լուծել մեր խնդրը, բայց այսօր չես կարող։ Բայց այստեղ մեծ հարցեր են առաջանում իհարկե, որովհետև մենք հասել ենք մինչև պետնեություն, բայց նաև կա քաղաքական համակարգ, քաղաքական հաստատություններ եւ դու պիտի քո իշխանության քաղաքական հաստատությունների մեջ ձևավորես ոնց ես ներգրավում քո սփյուռքը, բացի սփյուռքից ազգային անվտանգության պաշտպանության համակարգը ՀՊՀ ունի, բացի սփյուռքից մենք ունենք ազգային հաստատություններ, որը դուրս են պետության եւ հասարակության կյանքից կանգնվում եւ ասենք օրինակ հայկական եկեղեցիները ասենք հայկական եկեղեցիները նույն ձևի համապարփակի մեջ են մտնում, հապահի մեջ են իրանք Իգիտություն նրանց, ովքեր համարում են, որ դա մեզ համար հայ առաքելական եկեղեցին խնդրահարույց է պետության կայացման եւ արդյունավետության տեսակետից։ ՀՊՀ ավելի խիստ է, ՀՊՀ խոսում է նրա մասին, որ դու պիտի ներգրավես ՀՊՀ-ի մեջ բոլոր քո եկեղեցիները, բոլոր քո կրոնական, ավանդական, կրոնական հաստատությունները։ Դու պիտի ձևավորես իրաց դերը, իրաց դերը, որտեղին են գործում, ոնց են գործում, սովորաբար սփյուռքի հավաքումը, տնտեսական ներուժը հավաքելը, կազմակերպչական աշխատանքը, ոգևոր աջակցությունը տեղեկական եւ բայց դա պիտի ձևավորես, պիտի քո եկեղեցիների հետ համաձայնեցնես, ոնց են իրենք աշխատում ճգնաժամի ժամանակ, ինչ են անում պատերազմի ժամանակ եւ այլ այդ աշխատանքը, որը պիտի անես եւ այդ աշխատանքը անում ես ողջ ազգով եւ այստեղ մեծ հարցեր են առաջանում առաջինը դու քո սահմանադրական օրենսդրական դաշտը պիտի փոխես, որ կարողանաս ներգրավես, բացի դրանից քո օրենսդրական եւ սահմանադրական դաշտում պիտի ձևավորես, որ դու գլոբալ ազգ ես Դու իրավունք չունես սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության ներքո այն մոտեցումը, որ դու պետությունը, դու կառուցում ես պետություն, որը միայն այստեղ ապրող հայերի համար է, ի սկզբանե անընդունելի է ՀՊՀ-ի համար։ Մեզ սա կմեղադրեն պարոն Արզումանյան, ինձ եւ դες կմեղադրեն, որ մենք ծավալապաշտական ինչ-որ պատմությունների մեջ ենք ընկել, որ մենք ռևանշիստական, չգիտեմ, ինչ-որ այսինքն տարական պաշտպանվելու իրավունքը, որը որ միջազգային կոնվենցիաներով, համաձայնագրերով հաստատված փաստ է, կարծես թե վերաբերում է բոլորին բացի հայությունից,
եւ սեփական բոլոր իմաստով ներուժերը տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն ունի օգտագործելը մի տեսակ այլ կերպ է հայկականության դեպքում ընկալվում։ Ցավոք սրտի նաեւ ներսում այդքան միանշանակ չի ընկալվում, բայց ես ամբողջությամբ համաձայն եմ, որ այլ ընտրանք չունենք։ Այստեղ պիտի ներգրաված լինեն եւ Սփյուռքը, եւ եկեղեցիները, եւ հասարակական գազམ་ագերբությունները, բոլորը, բառացիորեն բոլորը, յուրաքանչյուրը պիտի ներգրաված լինի եւ դա ալտերնատիվա չունի։ Որպես սկզբունք մշակութային մակարդակի վրա եւ ավելի ներքև եկող մակարդակ դու պետք է ունես առողջ ելք չունես, բոլորին ներգրավում ես, դու ամբողջականություն ես եւ հետո այդ ամբողջականությունը պետք է ձևավորես պետական մակարդակում, օրենսդրական դաշտում, քաղաքական դաշտում, քաղաքական հաստատությունների մեջ ոնց ես դա անելու։ Ինչ պիտի փոխես Հայաստանում։ Եվ կարող է ապարզվի, որ փաստորեն դու պետք է խոսես նոր պետականության, նոր պետության ձևի ձևավորման, դա պիտի լինի լրիվ ուրիշ մոտեցում, ուրիշ ձևի կառուցված պետական հաստատություններ, ուրիշ ձևի կառուցված քաղաքական հաստատություններ, ուրիշ պետություն, ոչ թե հետսովետական Հայաստանը, բայց ուրիշ Հայաստանը, որը պիտի գա հետսովետական Հայաստանից հետո։ Իրական ինքնիշխանության մասին դու պիտի մտածում ես, դու պիտի խոսես փոխակերպման մասին, քո պետական հաստատությունները, քո հասարակական, պետական, քաղաքական հաստատությունները, համակարգերը պիտի անցնեն փոխակերպման, որտեղ հետսովետական մոտեցումը, հետսովետական Հայաստանը չի կարողանալու օլիգարխիկ Հայաստանը չի կարողանալու դիմադրել եւ լինի արդյունավետ պատերազմում, հաջորդ պատերազմի կշարունակվեն իհարկե մի կապում մի դարում, որտեղ խաղաղության մասին երկար ժամանակ մի քանի սերունդ պիտի մոռանանք։ Դրա համար այստեղ խնդրեմ չեմ տեսնում եւ մենք կարող ենք տեսնել, ասենք Իսրայելում այս վերջի 12 օրվա պատերազմի ժամանակ ոնց են հրեաները, որ ապրում են Իսրայելից դուրս եկել եւ մտել պաշտպանության բանակ, ծառայել, պատերազմել եւ դուրս եկել չնայած Իսրայելի քաղաքացի։ То есть նման փորձ ոնց է դա ձևավորվում աշխարհում կա, այստեղ խնդրեմ չկա, այստեղ ավելի շուտ գաղափարախոսական է, քաղաքական է, օրենսդրական խնդիրները, որը պետք է դնել եւ ուղղել այստեղ ես խնդրեմ չեմ տեսնում։ Թերևս ամենամեծ խնդիրը դա խնդրի գիտակցումն է, այլընտրանքի բացակայությունը եւ քաղաքական կամքը, որովհետեւ եթե դու ունես այս նվազագույն այս 3 սյուները ձեր ասած եթե ունես, մնացածը զուտ տեխնիկայի հարց է, որովհետև մեր հասարակությունը այն յուրահատուկ հասարակություններից է, որը ամեն ինչ պատրաստ անել իրենց երեխաների, իրենց ընտանիքների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովելու համար, բայց դրա համար պետք է սկսել այդ լայն պրոյեկտը, որ ներգրաված կլինի յուրաքանչյուրը թե դրսում, թե ներսում, ու դա կլինի իսկապես մեծագույն ներդրում մեր պետականության կայացման, իսկապես ինքնիշխանության կայացման հարցում, որովհետև այսպես մենք ստացվում է, որ շատ լուրջ կախվածության մեջ ենք մնում տարբեր ուժային կենտրոնների բարի կամքից, որոնք կամ կլինեն, կամ էլ Աստված գիտի, կարող է եւ չլինի։ Վիճակը կարող է փոխ վիճակային է դառնում, հա։ Եթե փորձեք մի նախադասությունով հավաքեք ամփոփել, Նինա, դու պետք է ասել, որ համապարփակ մոտեցումը եւ հպահը փաստորեն փորձում է ձևավորել, կազմակերպել, պլանավորվել ազգի մոբիլիզացումը։ Ոնց է ազգը մոբիլիզացիայում մտնում ճգնաժամի մեջ, մտնում պատերազմի մեջ եւ խիստ կարեւոր է ոնց է դուրս գալիս պատերազմից, ոնց է վերականգնում պատերազմից հետո։ Ինչ պիտի փոխվի, ինչ պիտի անվի, ինչ ամեն օր պիտի անվի, ինչ պիտի անի շաբաթը մի անգամ, ինչ անում ես ամիսը մի անգամ, ինչը վերանայում ես 5 տարվա մի անգամ։ Այդ ընդհանուր մոտեցումը, երբ դու հասկանում ես, որ դու պիտի մոբիլիզացիա ես, որտեղ դու մեծ չես, պիտի մոբիլիզացնես քո ներուժը եւ հավասարակշռված ես, կոորդինացված ես, որ կարողանաս դիմադրես, դառնում է հիմնական մոտեցումը եւ ոնց մոբիլիզացնես հասարակությունը եւ մոբիլիզացիան ինքնակազմակերպումը դառնում է պիտի դառնա հայկական մշակույթի անբաժանելի մաս մտածելակերպ, աշխարհահայացք, մշակույթ։ Ես դա տեսել եմ ոնց է աշխատում Ֆինլանդիայում, ես հիացած եմ Ֆինլանդիայում, առասարև երկրում ոչ մեծ, նույն 9 միլիոն են ընդամենը, բայց այդ մշակույթը ոնց են իրենք պատրաստվում։
ոնց է փոխգործակցություն տեղի ունենում հասարակության, պետության, իշխանության մեջ, քանի հազար ու մի խորհուրդներ, հազար ու մի հնարավորություններ կոորդինացիայի համար, ոնց են նրանք խոսում, ամեն ինչի մասնակցում, խոսակցում է, չի պարտադրում, խոսակցում է, համաձայնվում է, ծրագրավորվում է։ Եվ իրանք միասին գալիս են այն եզրակացության եւ կոնսենսուսի, որ այո, այսպես պետք է լինի։ Ոչ թե միայն պարտադրում են, բայց մինչև պարտադրելը միասին գալիս են համաձայնության։ Գալիս են համաձայնության ընտանիքի մեջ, գալիս են համաձայնության մեջ համայնքի մեջ, գալիս են համաձայնության համայնքի մեջ եւ պետության ընդհանրապես մեջ գալիս են համաձայնության, ոնց են իրակ ապրում, ոնց են աշխատում ճգնաժամի ժամանակ եւ ոնց են աշխատում, ոնց են մտնում պատերազմի մեջ եւ պատերազմում։ Իմ կարծիքով դա ինձ շատ դուրս է եկել, ես հիացած եմ, նույնիսկ կարող եմ կրկնել, որտեղ ես տեսել եմ իրանց աչքերում, սկսած սովորական քաղաքացուց, մեզ տվել են հնարավորություն, մինչև ամնած վերևը իրանց անվտանգության խորհրդի քարտուղարի դերում գտնվող անձնավորության հետ, որը համապարփակն է կազմակերպում, մի քիչ այդ խոսակցել, ես տեսել եմ իրանք ոչ թե միայն խոսում են, իրանք իրոք այդպես ապրում են։ Եվ դա հնարավոր է։ Եթե դա հնարավոր է ցուրտ առանց Ֆինլանդիայում, то Հայաստանում, որը եւ արևը եւ այնքան էլ ցուրտ չի, չնայած այս օրերին, հա, մեկ էլ կարող է կանանին այստեղ որևէ խնդրեմ չեմ տեսնում։ Վերջ։ Մասնագետն ասում է հնարավորություն կա, մենք գտնում ենք, որ այլընտրանք մեզ ուղղակի չեն թողել, մենք պիտի պաշտպանված լինենք, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ պիտի զգա իրան պաշտպանված եւ մենք ուղղակի ալտերնատիվա չեն թողել մեզ, մենք սա պիտի անենք, շուտ ժամանակի հարց է։ Շատ շնորհակալ եմ պարոն Արզումանյան, նախ տեղեկատվության համար, պրոֆեսիոնալ մասնագիտական տեղեկատվության համար ու նաև հուսադրող շատ կարևոր բանի համար, որտեղ այսօր ով գալիս է ասում, տարբերակ չկա, ամեն ինչ կորսված է, վերջ, մենք թույլ ենք, մենք հնարավորություն չկա ապրելու, բայց նախ դրա փորձը կա, փորձին ծանոթացող էքսպերտներ կան եւ մեզ համար հայկական նեղ ազգային մեր անհրաժեշտությունից ելնելով նպատակներից ելնելով արդեն մշակված պրոյեկտներ էլ կան, այնպես որ ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է, կամքի հարց է, ժամանակի հարց է, ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք եւ մենք ունենալու ենք իսկապես ուժեղ հայկական պետություն։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն ձեզ։